Անք ձեր գոլեգաներին եվս հարցեր հնչեցնել։ Պարոն Կարապետյան, հարցս վերաբերում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն, ինչից էլ թերևս սկսվեց ձեր քաղաքական ուղին։ Դուք մտաք քաղաքականություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին պաշտպանելու օրակարգով։ Եվ այսօր մենք տեսնում ենք մի իրավիճակ, որ այն հոգևորականները կարգալույց հռչակված թե կարգված, եթե վեհափար հայրապետի դեմ են գործում, ապա անթակույց ստանում են գործող իշխանության աջակցությունը։ Հնարավոր է ձեր իշխանության պարագայում էլ դուք էլ սկսեք հալածել այն հոգևորականներին, այն անձանց, որոնք որ այս օրերին դեմ են գործում վեհափար հայրապետին։ Եվ եւս մեկ հարց կրկին եկեղեցու հետ կապված փոքրիկ հարց է, գործող իշխանությունը Հայ Առաքելական եկեղեցում վեհափար հայրապետին հոգևորականներին մեղադրում է այն ամենի համար, որ այսօր Հայաստանի Հանրապետությունում 50-ից ավելի աղանդավորական կազմակերպություններ կան, գուցեև ավելի, եւ ձեր իշխանության պարագայում դուք պատրաստվում եք քրիստոնեությունը Հայաստանի Հանրապետությունում հռչակեք որպես պետական կրոն։ Այո, այսօր սահմանադրությամբ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին բացարձակ արժեք է, բայց այնուամենայնիվ պետական կրոն չէ։ Խնդրեմ, շնորհակալ եմ։ Ինձ թվում է հոգևորականների դատավորը Աստված է լինելու։ Դրա համար ես չեմ ուզում այդ process-ին մասնակցեմ։ Ինչ վերաբերվում է կրոնական ազատություններին, մենք ուշադիր նայելու ենք այդ հարցը, քննարկելու ենք այդ հարցը, ինչքան զարգացած է այդ աղանդավորական շարժումները Հայաստանում, բայց վստահ եղեք, մենք քրիստոնեությունը, մեր եկեղեցին ոչ միայն զարգացնելու ենք Հայաստանի ներսում, մենք ամբողջ աշխարհով են որ ասում են թնդացնելու ենք, որ մենք առաջին քրիստոնեական պետությունն ենք, որ դա պետք է բոլոր քրիստոնյաները հարգեն եւ փորձելու ենք ամեն ինչ անենք, որ քրիստոնեության համար մեր էջմիածինը դառնա այնպես, ինչպես մուսուլմանների համար մեկան, բայց ես նորից եմ ասում, դա փորձելու ենք անենք։ Եվ հստակեցնենք, հա, հոգևորականները եկեղեցու թողնելու եք, որպեսզի որոշի եկեղեցին եւ դատարանները չեք խառնվելու։ Ես վստահեցնում եմ, ես չեմ խառնվելու։ Ես վստահ եմ մեր եկեղեցին եւ Աստվածը կլինեն գլխավոր դատավորը այդ հարցում։ Շնորհակալություն, Ալֆա Նյուզ եւ Հայելի։